Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի կայարանը հայ-թուրքական սահմանի վերջին հանգրվանն ու սահմանային անցակետն է։ Չնայած ավելի քան 30 տարվա դադարին հայկական կողմի ենթակառուցվածքները պահպանվել են։ Քաղաքական որոշման դեպքում այն հնարավոր է վերագործարկել շատ կարճ ժամկետում։ Այն, որ բիզնեսն արդեն իսկ հավատում է խաղաղության խաչմերուկի գաղափարին, փաստում են նաև մարզային իշխանությունները։ Շիրակի մարզպետի փոխանցմամբ շուկան արդեն իսկ անցել է ակտիվ գործողությունների եւ սահմանային ու ենթակառուցվածքային գոտիներում հողերի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է։ Մենք մեծ ակտիվություն ենք տեսնում թե Գերգատկձի հարակից տարածքներում, թե Ախուրիգի հատվածում, որտեղ սահմանն է անցնում, թե հյուսիս-հարավի հատվածում։ Հյուսիս-հարավում արդեն մենք տեսնում ենք շինարարությունները, որ գործարարները սկսել են շինարարություն անել, տարբեր օբյեկտներ այդտեղ կառուցել, բենզալացակայանից մինչև սննդի կետեր, իսկ Գերգատկձի Ախուրիգի հատվածում երևի թե բոլոր հողերն շատ երկար ժամանակ արդեն վաճառված են ու այդ հողի սեփականատերերը պարբերաբար բիզնես պրոյեկտներով մոդենում են մարզբետարան, քննարկումներ են ունենում, մեկը որպես կայանատեղի, մեծ բեռնատարների են, մյուսը որպես հյուրանոց, են մյուսը որպես ֆուդ կորտ ճանապարհի։ Զուռնա ռեստորանային համալիրն է։ Այստեղ խաղաղությունն այլևս սոսկ քաղաքական կամ դիվանագիտական տերմին չէ։ Այն ունի հստակ տնտեսական ուղերձ, հաշվարկելի շահույթ եւ զարգացման տեսլական։ Գյումրիից դեպի Կարս տանող երկաթուղուց ընդամենը 50 մետր հեռավորության վրա Ախուրիկի կայարանի հարևանությամբ արդեն 2 տարի է ինչ գործում է Զուռնա ռեստորանային համալիրը։ Քաղաքային աղմուկից կտրված այս վայրն արդեն հասցրել է սիրվել ինչպես տեղացիների, այնպես էլ աշխարհի տարբեր հասցեներից ժամանած զբոսաշրջիկների կողմից։ Ռեստորանը ավելի շատ տուրիստական ռեստորան է համարվում, որովհետև եղանակային լավ պայմաններում ինքը ավելի շատ ունի տուրիստական հոսքեր, ռեստորանի բնության հատվածը ավելի շատ է գերում իր հանգստությամբ։ Ռեստորանն այսօր պատրաստ է ընդունել տարբեր ձևաչափի հյուրերի, առանձնասենյակներից մինչև հանդիսությունների սրահ, բայց սահմանների բացումն ու հարևանների հետ կապող երկաթգծի վերագործարկումը բոլորովին այլ մասշտաբի հնարավորություններ կբացեն տեղական սպասարկման ոլորտի համար։ Բիզնեսն ապրում է երկրի կոմունիկացիոն մեծ փոփոխությունների տեսլականով։ Սպասում են այն օրվան, երբ ճանապարհները լիովին ապաշրջափակվելու են եւ իրենք կարողանալու են հյուրեր ընդունել արդեն ավելի մեծ հոսքով։ Ասում են խաղաղության խաչմերուկի մեջտեղում են։ Բիզնեսը կընդլայնվի ու տուրիստական հոսքերի շատանալու արդյունքում մեր Շիրակի մարզի բնակչության կենսամակարդակը ավելի կլավանա, դրանում ավելի լիահույս ենք ու վստահ ենք։ Ըստ մարզպետի խաղաղության խաչմերուկը սոսկ տնտեսական նախագիծ չէ, այն անվտանգային նոր միջավայրի ձևավորման հայեցակարգ է, որտեղ տնտեսական փոխշահավետությունն ու կապվածությունը դառնում են կայունության լավագույն երաշխավորը։ Ակտիվությունը շատ մեծ է եւ վստահ եմ, որ այդ սեփականատերերը, որոնք կան, հենց սահմանները արդեն բացվեցին, միանգամից այդ հատվածը ակտիվանալու է, որովհետև ինքը դառնալու է զալատո ժիլա, հենց այդ գծի վրա են լինելու բոլոր սեփականատերերը այդտեղ շահելու են։ Տնտեսական այս մեծ աշխուժացումը ցույց է տալիս, որ բաց սահմաններն ու գործող երկաթուղիները Շիրակի մարզի բնակչության համար այլևս հեռավոր երազանք չեն, այլ հաշվարկված, մոտալուտ եւ շատ շոշափելի իրականություն։ Երկաթգծի մոտակայքում գործող տեղական բիզնեսից մինչև մարզային իշխանություններ։ Շատերն են լիահույս, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը մարզի համար դառնալու է դրականի մեկնարկ։